Այսօր մեզ է միացել քաղաքագետ Լիլիթ Դալակյանը, բարև ձեզ։ Նախ մեր հարևանությամբ զարգացումների մասին Իրանը կհասցնի վերականգնել իր պաշտպանունակությունը եւ ինչ է կախված դրանից։ Դե մենք տարբեր տեղեկություններ ենք ստանում կապված միջուկային օբյեկտների հասցված վնասի հետ, Դոնալդ Թրամփը ամեն օր ասում է, որ վերջ ոչնչացված է, սակայն կենտրոնական հետախուզական վարչությունը հերքել է, ասել են մի քանի ամսից հնարավորություն կա վերականգնել։ Ասում են նաեւ Մագատեն։ Այո, նաեւ Մագատեն, Գրոսին ասում են, որ Ֆորդոյի հարվածներից առաջ դուրս է բերվել միջուկային այդ ուրանիումը հարստացված։ Պուտինը ասում է, որ դեռ կարող են ստեղծել, այսպես է, էլի, Իսրայելն ասում է 3-4 տարով հետաձգվել է, քանի որ մենք հստակ տեղեկություն չունենք, պարզ է, որ Իրանի վերնախավը հոգևոր նա պատրաստ չի իմ կարծիքով հարաբերությունների կարգավորման Իսրայելի հետ, որովհետև իսլամական հեղափոխության լոզունգներից առաջինը հենց մահ Իսրայելին այդ կարգախոսն էր, այնպես որ Իրանը կփորձի, բայց հաշվի առնելով, որ Իրանի օդը հիմա հիմնականում անպաշտպան է, Իսրայելը երբ ուզում, այսպես մտնում դուրս է գալիս, կարող են դա կասեցնել։ Ամեն ինչ կախված է, ես ռազմական փորձագետ չեմ, նաև ԱՄՆ-ի ցանկությունից։ Իհարկե Թրամփն ասաց կկրկնեն հարվածը, բայց կարծում եմ նա ավելի շատ ուզում է հասնել միջուկային համաձայնագրի, իսկ արդյոք Իրանը ուզում է թե ոչ, առաջիկա օրերին։ Վաշինգտոնն է ուզում հասնել միջուկային։ Միանշանակ Թրամփը անդադ խոսում է։ Հա։ Մեր շահերից բխում է կայուն Իրանը։ Կայուն արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունեցող Իրան, որովհետև այդ Իրանը կլինի մեզ համար ճանապարհ դեպի Եվրոպա, Վրաստան, Պարսից Սևծովով դեպի Եվրոպա, թուրքմենական գազի համար Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր, սանկցիաներ Իրանի վրայից կհանեն, տնտեսությունը կզարգանա ԵՏՄ-ի հետ մեր ապրանքաշրջանառությունը կխորանա, Իրանը դեմ չի լինի եվրոպական դիտորդների, չնայած հիմա էլ այդքան դեմ չի, բայց դե ներկայությանը չի ասի, որ 3+3 հարթակում պիտի լուծվեն խնդիրները ամերիկյան ներկայության դեմ չի լինի եւ ստրատեգիական համագործակցության Հայաստանի հետ կարծում եմ մեզ համար պոզիտիվը շատ է այստեղ։ Մյուս հարևանը Սիրիան սանկցիաների տակից դուրս է գալիս։ Խոստացել են, որ երբ որ ինչ-որ քայլեր կատարվի մարդու իրավունքների հետ կապված դեմոկրատիզացիայի, Եվրոպան էլ ասաց, որ հետևելու են տեսնեն ինչ իրավիճակ է այդտեղ, դե սահմանադրություն փոխվեց, նաև կին ներկայացուցիչ ունեցավ։ Դե այստեղ էականը ոչ թե այդ գործողություններն է ըստիս, այլ Վաշինգտոնի վերաբերմունքը արդեն, չէ՞։ Կարծում եմ Վաշինգտոնի իհարկե դեմոկրատիան այսպես շղարշն է, բայց հասկանալով, որ ձեռնտու չի թողնել Սիրիան էլի ռուս-թուրքական ակցիանում, տեսան ինչ եղավ, էլի դրանից հետո ապակայունացավ տարածաշրջանը։ Ավելի լավ է թողնել միայն Թուրքիային։ Չեմ կարծում Ամերիկան թողել է Թուրքիային, համենայն դեպս այնտեղ որ խոսում էին քրդերի դեմ օպերացիան Թուրքիան պիտի իրականացնի, այդպես էլ չեղավ։ Ճիշտ է, Օջալանը կոչ արեց, որ զենքերը վայր դնեն, բայց Սիրիայի քրդերը ասեցին, որ մենք չենք պատրաստվում զենքերը վայր դնել, կհետևենք իրադարձություններին։ Ես չեմ կարծում, որ Ամերիկան Թուրքիային այդպես վստահում է տարածաշրջանում։ Նեթանյահուն հաջորդ շաբաթ գնում է Վաշինգտոն։ Կարծում եմ գնում է թույլտվություն ստանալու եւ խնդրելու, որ ԱՄՆ-ն վերջնականորեն նորից ավելի ճիշտ ներգրավի։ Գազան բակոցում է արդեն։ Չէ, Իրանի միջուկային օբյեկտները արդեն մեծամասամբ ասում են, որ լիովին ոչնչացված չի։ Ես կարծում Իսրայելի ղեկավարն էլ ունի այդ տեղեկությունը եւ նոր հարվածներ են անհրաժեշտ։ Կարծում եմ Իսրայելը ցանկանում է Իրանի ԱՄՆ-ի ներքաշել Իրանի հետ լուրջ արճակատման մեջ, ոչ թե մի հատ հարված եւ վերջ։ Այսինքն Գազան եթե մնում է լարված եւ հրթիռակոծության թիրախում, նշանակում է Իրանի հետ կարգավորումից դուրս է բերվել այդ խնդիրը։ Դե այնտեղ առանձին ֆորմատ կա, Եգիպտոսն է ակտիվ, Հորդանանը եւ նրանք համագործակցում են ԱՄՆ-ի հետ, ԱՄՆ ներկայացուցիչ Ուիտկոֆի հետ, արաբական երկրներ, հիշում եք իրենց ծրագիրը ներկայացրեցին Տրամփի Ռիվիերայից հետո, որ ընդհանուր նախադասություն էր, որը Տրամփը ասեց, բայց արաբական երկրներ իր այցի ընթացքում, հատկապես Քաթարն ասաց, որ չէ, թող այնտեղ ապրեն, զարգանան, ուժեղ Պաղեստին, գիտեք իր արտահայտությունները, այնպես որ կարծում եմ, որ Իսրայել-ԱՄՆ հարաբերությունները լարվեցին մի պահ, հիշում եք, երբ որ Նետանյահուին ասաց բարկացած մարդ է եւ չայցելեց Իսրայել Տրամփը։ Այսինքն արաբական երկրներն էլ իրենց ազդեցությունն ունեն Դոնալդ Տրամփի վրա, իսկ նրանք իհարկե չեն ուզում, որ Պաղեստինը մաքրվի շատ ներողություն, Գազան։ Պաղեստինցիներից ինչը ուզում է Իսրայելը, այստեղ էլի ԱՄՆ եւ Իսրայելի շահերը ոչ լիովին են համընկնում, ինչպես Իրանի վերջնական թուլացման հարցում։ Մանավանդ Նեթանյահուին պահել չպահելու հարցը։ Նետանյահուն լուրջ խնդիրներ ունի իր երկրի ներսում եւ այս
Ախր հասկանում եք, նրա այդ տեսակետը շատ նացիոնալիստական է, որ չպիտի լինի Պաղեստին։ Ամբողջ աշխարհը ընդունել է եւ ԱՄՆ-ն է դա առաջարկել այդ երկու պետությունների սկզբունքը։ Դու չես կարող փոքր պետություն լինելով, ինչքան էլ հզոր լինես, գնաս ամբողջ աշխարհի դեմ կամ սովամահ անես, դա հատուկ է արվում Արցախի նման է, իդեպ, որովհետեւ դուրս հանեն։ Նեթանյահուն լավ օրինակ ունի։ Ինքը օգնել այն երկրին, որը հիմա հասել է դրան, Արցախը չկա։ Այո, Արցախը չկա, այդտեղ Ռուսաստանն էլ իր ազդեցությունն ուներ եւ Ռուսաստանը հիմա էլ ձայն չի հանում, նկատել եք, այն ժամանակ շատ էր խոսում Պաղեստինի ժողովրդի իրավունքների մասին, բայց երբ որ Իրանը սկսեց մեղադրել, որ Ռուսաստանը իմացել է ուրեմն Սիրիայում Իսրայելի գործողությունների մասին, իրանական մամուլում դա կար։ Ես սկսեցի կասկածել, որ այնտեղ ինչ որ համաձայնության են եկել Պուտինը եւ Նետանյահուն, դրա համար նա այլևս այդքան ակտիվ չի Պաղեստինի ժողովրդի հարցում, ինչպես Ղարաբաղի։ Հա։ Դե հիմա այդ դեպքում պետք է հասկանալ Բաքու-Մոսկվա միջանցքում ինչ է կատարվում։ Բաքու-Մոսկվա միջանցքում կարծում կատարվում է այն, ինչ կատարվում է Հայաստան-Մոսկվա միջանցքում, Երևան-Մոսկվա միջանցքում, ու տեսնում եք զուգահեռ են ընթանում process-ները։ Իմ կարծիքով սա գլոբալ խնդիր է, քանի որ Ռուսաստանը չի կարող տարածաշրջանը իր ազդեցության տակ պահել, այստեղ Եվրոպան, ԱՄՆ-ն շատ են ակտիվացել, խոսվում է ամերիկյան նախաձեռնությամբ Փաշինյան, Ալիև հետագա հանդիպման մասին, արաբական որևէ երկրում այդպիսի տեղեկություններ հրապարակվեցին։ Պուտինը ցանկանում է այս երկուսին հետ բերել, պարզ ասած, իր ազդեցության գոտի։ Հայաստանում օգտագործում է խոշոր սեփականատերերին, եկեղեցուն, ազգայնական ուժերին, քանի որ Ադրբեջանը դեմոկրատական երկիր չէ, այնտեղ դժվար է այդ ուժերը, որ ինչ որ ձայն հանեն կամ իրենց կրոնը օգտագործել, այստեղ էլ օգտագործում են, հիմա երեք ասեց Զատուլինը, չէ, Ղարաբաղի ժողովրդի հետ նկատմամբ էթնիկ զտում, Արցախ բառը, մենք գիտենք Ռուսաստանի քաղաքական, մեկ էլ աշխատանքային միգրանտներին ճնշել է, դա երկուսի դեպքում էլ օգտագործում են։ Դե Երևանի համար շատ կարևոր է հասկանալ Մոսկվա-Բաքու դիվանագիտական այս փոխհրաձգությունը իսկապես կոշտ է հետևանքների հավանականությամբ, թե Խնդիրը այն է, որ Պուտինը ի տարբերություն Հայաստանի ավելի քիչ լծակներ ունի Ադրբեջանի վրա, մանավանդ որ Ադրբեջանը ունի Թուրքիա։ Պուտինը Թուրքիա չի կարող խաղալ, նա գիտի, որ Էրդողանը օդում այդպես ուղղաթիռները ոչնչացնում, իսկ Թուրքիայի համար կարևոր է ունենալ ռուսական ազդեցությունից թույլ Ադրբեջան։ Այսինքն այստեղ իրենք հակասության մեջ արդեն Էրդողանի հետ են մտնելու, որը իմ կարծիքով այս աշխարհակաղակական պայմաններում ձեռնտու չի Պուտինին, բայց Պուտինը կփորձի նյարդայնացնել Ալիևին այդ աշխատանքային միգրանտների պահերով, գիտեք Հայաստանն էլ ունի հայ ժողովուրդ, այնտեղ կասեն կհեռացնենք, խնդիրներ կստեղծենք, որովհետեւ Ադրբեջանի ներսում դժգոհություն լինի։ Գում արած, ես վստահ եմ կխոսեն արդեն Բաքվի մեր գերիներից, մարդու իրավունքների հետ կապված Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի ժողովրդի անունից, այստեղ Արցախի օրինական ներկայացուցիչներ դամակ կգրեմ Վլադիմիր Պուտինին, որ արի եւ կատարի նոյեմբերի 9-ի կոպ արտավարությունը, քանի որ Ալիև ինքը միջազգային յանքը խախտելով է լուծել ճակերտավոր Արցախի խնդիրը, նա այստեղ շատ խոցել է։ Այսինքն մենք սպասենք ինչ-որ շարունակություն, հա։ Եթե Ալիևը չգնա ռուսական օրբիտա, ինչը ես հավանական չեմ համարում, նորից չվերադառնա, կարծում եմ կշարունակի։ Դե նույն հավանականությամբ խոսեց Կիսիլյովը, ասում է դա միջին օղակում է տեղի ունենում, միջին օղակը տեղյակ չի լիդերների մտերմության եւ ջերմության։ Դե այդպես պիտի ասեն, Վլադիմիր Պուտինը չի ուզում ինքը, չի էլ կարող, Ալիևը Նիկոլ Փաշինյանը չի նայում, կներեք, ասում է լեզվի տակ ոսկոր չկա, նա կարող է անդադ ասել մեծ ներողություն խնդրի, հիշում եք, չէ՞, ինքնաթիռի կործանման հետ կապված Պուտինը չարձագանքեց կոպիտ ամենայն դեպս։ Վլադիմիր Պուտինը իհարկե ամեն ինչ անում է, որ Ալիևին չնեղացնի, բայց ես կարծում գալու է ժամանակը, որ նա այլ տարբերակ չի ունենալու, իսկ թե ինչ մեթոդներ ունի, դա էլ հարց է։ Մեթոդներ շատ կան։ Մեթոդներ շատ կան, գիտեք, Ալիևը 3 միլիոն թե ավել ադրբեջանցի կա Ռուսաստանում։ Շատ է, ես նաև դրան վրա չէի այդքան կենտրոնանալ։ Չէ, դա հավաքական կապիտալի ներկայություն է, չէ, ենթադրում ադրբեջանական, երևի ավելի խոշոր քան հայկականն է։ Ճիշտ է, բայց եկեք ասենք, որ այնպես չի, որ Ռուսաստանը կարիք չունի այդ միգրանտների, եթե այդտեղ բոլորին դուրս հանա, ռուսական տնտեսությունը եկեք հասկանամ, շատ լուրջ խնդիրներ կունենա, հիմա աշխատուժի խնդիր ունեն, այդ Պուտինը, որ ուզում է ներկայացնի, որ ինքը կարող է մի րոպեում բոլորին վտարի, դա կարծում եմ ճիշտ չի։
Երկրորդը տեսեք, խնդիրը որն է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցով նաև Արևմուտքն է քննադատել միշտ Ալիևին, Ալիևը փորձել է տեղավորվել ռուսական նավում, քանի որ Ռուսաստանը իրենց պաշտպանում էր։ Հիմա կհայտնվի նա մեջտեղում, բոլոր կողմերից Արևմուտքը չի մոռացել Ալիևի պահվածքը, իրենց հետ կապված այստեղ հայ ժողովրդի շահը չի, այսինքն նա այստեղ լուրջ խնդիրներ կարող է ունենալ։ Դրա համար ես ասում եմ, պարոն Ալիևի տեսանկյունից իր երկրի ձեռնտու, որ նա կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, բաց թողնի այդ ներգերիներին, թող վերադառնան, մենք այստեղ հարցեր ունենք իրենց ես երեք նշեցի եւ անպայման Արցախի ժողովրդի վերադարձ իրավունքը պիտի ապահովի։ Եթե նա դա չանի, Հայաստանը օգտագործի, Փաշինյանը չօգտագործի, կապ չունի, կլինեն կենտրոններ, ԱՄՆ սենատում բանաձևեր կա եւ Ֆրանսիայում, որ դա կօգտագործեն։ Դե բռնկման կետ համարվում է Եկատերինբուրգը։ Դա պատահականություն էր, թե որին համընկավ շղթան հետո։ Չեմ կարող ասել ինչի կոնկրետ դրա հետ համընկավ, պարզ է, որ այդ 2001 թվականի սպանությունը այդտեղ որևէ դեր չի ունեցել, նոր 25 տարի հետո են պարզել, որ այդ ադրբեջանցիները մեղավոր են։ Տեսեք, Ռուսաստանում միշտ Կովկասի բնակչությունը եւ երկրները երկրորդ սորտի երկիր են կներեք համարվել ռուսական շովինիզմի մեջ։ Հիշում եք այդ լիցե Կավկասկի նացիոնալիստի մեզ էին համարում եւ իրենց համար անհասկանալի է, որ այս երկրները դրանք լուրջ չեն նայվում այսպես ներողություն Ռուսաստանում, ուզում են որ ինքնուրույն քայլեր անել եւ քանի որ Ռուսաստանը իմ կարծիքով չունի դիվանագիտություն, նա մնացել է այդ վիճակում, որ սապոկով, ինքը ասեց, չէ, ուժով կասեմ հետ եկեք, բայց դա նշանակում է չհասկանալ 21-րդ դարի իրողությունները։ Ամեն դեպքում այդ դեպքերին Մոսկվայի արձագանքը ավելի մեղմ է, քան երբ Հայաստանի հետ են գործ ունենում։ Դա Թուրքիայից է շատ կախված։ Իհարկե Հայաստանն էլ ունի դաշնակիցներ։ Այդ տոնայնությունը Թուրքիայով է բացատրում։ Միանշանակ։ Նախ առաջինը Ռուսաստանը չի ուզում, որ Ադրբեջանը լիովին գնա տեղավորվի թուրքական նավում։ Երկրորդը Ռուսաստանը չի ուզում խնդիրներ ունենա Թուրքիայի հետ։ Հայաստանի պահով այո, Ֆրանսիան մեզ աջակցում է Արևմուտքը, բայց մենք գիտենք, որ Էրդողանը խոսքի մարդ է, ճակերտավոր, նա կոպիտ գործողությունների կարող է գնալ, իսկ Պուտինը եվրոպացիներին միշտ ավելի անլուրջ է վերաբերել, չնայած սխալ է անում։ Այսինքն Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի կարող է լինել ավելի կոնկրետ, քան Արևմուտքի աջակցությունը Հայաստանին։ Դրա համար Պուտինը չի ցանկանում զրկվել Հարավային Կովկասում իր հենարաններից մեկին, որը ձեռք է բերել շատ ծանր գնով կորցնելով մյուս հենարանը։ Կարծում դա սխալ քաղաքականություն էր։ Զատուլինը իհարկե խոստովանում է, բայց դա Զատուլինը չի։ Պուտինը Զատուլինի շուրթերով հասկացնում է, որ կարող է հիմա էլ փոխենք մեր տեսակետը, բայց իրենք չեն գիտակցում, որ հաջորդ այդքան միամիտ չի, որ հիմա էլ ասեն դե լավ եկեք նորից մեզ օգտագործեք, կներեք, որ այսպես եմ ասում, բայց Պուտինը պիտի հասկանա, որ իր քայլերով նա հիասթափեցել է հայ ժողովրդին, այստեղ կարևոր չի Փաշինյանը ինչ կասի կամ Քոչարյանը, մեծամասնությամբ հաջորդը հիասթափված է, նա այլևս չունի այդ պաշտպանությունը հասարակության։ Դե Արարատ Միրզոյանն ասում է, պարոն Լավրովը ավելի լավ է չխառնվի Հայաստանի ներքին գործերը։ Այդ տոնայնությունն էլ է պայմանավորված նրանով, որ Հայաստանում իշխանությունները գիտակցում են, որ այլևս Ռուսաստանը այդ ներուժը չունի հայ հասարակության վրա, որ բողոքական զանգված դա առաջացնի։ Այլ հարց է, որ շնորհիվ նախկին իշխանությունների մենք կարող ենք ունենալ լուրջ տնտեսական խնդիրներ, Ռուսաստանը միշտ դրա մասին խոսում է, վերին լարս եւ այլն, այսինքն Հայաստանի իշխանությունների հիմնական խնդիրը եվրոպացի գործընկերների հետ քննարկել եւ հասկանալն է, որ ոլորտում մենք կարող ենք ունենալ աջակցություն, որ ոլորտում պիտի մեր ժողովուրդը պատրաստ լինի զրկանքների, եթե ուզում է ազատվել այս մահակից եւ սապոկից, ինչպես ասում են։ Այդ խնդիրները Ադրբեջանը չի կարող ունենալ, ինչպեսին մենք վերին լարսում ենք բարբերաբար ստանում։ Կարող է ունենալ, բայց Ադրբեջանը փակ սահմաններ չունի այդքան ինչքան Հայաստանը։ Ադրբեջանը միջին միջանցքի արդեն մաս է, Ադրբեջանը միջին Ասիայի հետ ունի զարգացած կապեր, Ադրբեջանի գնալու տեղը, ինչպես ասում է Լուկաշենկոն, ավելի շատ է, բայց Ադրբեջանում կան ազգային փոքրամասնություններ, լեզգիներ, թալիշներ, ես չգիտեմ հիմա Ռուսաստանը ինչպիսի ազդեցություն ունի այդտեղ ադրբեջանագետները պիտի ասեն, բայց իհարկե հիշում եք, որ Բաքվի նավահանգիստ մտան ռուսական նավատորմը որոշ եւ դա մեծ նյարդային իրավիճակ 1 տարի առաջ մոտավոր առաջացրեց Ռուսաստան մասին սա բարեկամական քայլ է այդտեղ այդպիսի բարեկամական քայլեր շատ ունեն ուղղակի քանի որ Ռուսաստանը ուկրաինական ռազմաճակատում չի կարողանում հասնել հաջողության փորձում է այս մյուս կենտրոնները տեսնում են այդ թուլությունը եւ այլևս այդքան չեն վախենում արձագանքել Ռուսաստանին Հուլիսի 4-ին Էրդողանը եւ Իրանի նախագահը կլինեն
Բաքվում կամ եթե չեմ սխալվում Ստեփանակերտում։ Դա հենց այն ալյանս, չգիտեմ կարելի օգտագործել այդ տերմինը թե ոչ, դա այն է, որտեղ Ադրբեջան իրեն լավ է զգում։ Դա Չնայած մենք գիտենք, խոսեցինք Իրանի մասին, չէ, եւ Իրանի հայկական ուղղվածության մասին։ Դա նման է ռուս-իրանական Պլյուս Պակիստանն է ոչ։ Այո, ստրատեգիական համագործակցությունը, որը գոյություն չունի։ Մենք տեսանք, չէ, պատերազմի ընթացքում Տիկին Զախարովան ասաց, մենք պարտավորություն չունենք, այդ թուղթը հիշում եք, որ ցույց տվեց։ Դա նման է հայ-ռուսական ստրատեգիական դաշնակցությանը։ Իրանում ձայներ կային եւ դեսպանն էլ այստեղ իրենց հասկացրեց, որ Ադրբեջանը օգտակար է եղել Իսրայելին այս հարցում։ Իրանը, եթե դա գիտի, ինչ համագործակցության մասն է խոսքը, բայց Իրանը չի կարող իր հարևանների հետ շփվել։ Նա գիտի, որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը ատամները սրած սպասում են Իրանի դիրքերի թույլատրմանը, երկուսն էլ կարմիր գիծը հատում են, չէ՞, Իրանի դրած Սյունիքում։ Բա դա ինչպես են կարում, կամ Ռուսաստանն էլ է հատում, այսինքն այս ստրատեգիական դաշնակցությունը նման է նաև Հայաստանի հապկում դաշնակցությանը, դա իրականում փուչիկ է։ Պակիստանը Բելուջիների խնդիր ունի սահմանային Իրանի հետ եւ կարող է դա օգտագործել Իրանի ներսում խնդիրներ առաջացնելու համար, այնպես որ սա ուղղակի միջոց է Երևան, որ մենք տարածաշրջանում համագործակցում ենք, բայց Իրանում ինձ թվում է շատ པարզ հասկանում են, որ շատ հարցերում արևմուտքը ինքը Իրանի կարմիր գծերը ուրեմն հարգում է ի տարբերություն իր այս դաշնակիցների։ Այսօր էլ Ալիև արդարացել է, թե Ադրբեջանը երբեք իր տարածքը չի տրամադրի հակաիրանական գործողությունների համար։ Բա Իսրայելը ինչ գործ ունի այդ տարածքում, ում դեմ գործում։ Հայաստանը ոչ Թուրքիայի կամ Հայաստանը։ Ես միշտ ասել եմ, որ դե մեր խնդիրն է այդ երեսպաշտության տակ հասկանալը ինչ է իրականում։ Իհարկե, գիտեք, Իրանը դեմոկրատական երկիր չի, շատ հաճախ մենք բառերին պետք է ուշադրություն չդարձնենք։ Իրանի ղեկավարը այստեղ մի բան է ասում, Ադրբեջանում մեկ այլ։ Դա նաև կապված է նրա հետ, որ Իրանը այսօր իրոք թույլ է, Իրանը ինքն է իրեն մղել անկյուն իր քայլերով։ Եվ այնպես է արել, որ Ադրբեջանը կարողանում է մատ թափ տալ իրենց վրա։ Իսրայելն էլ ասում է, ես ավարտել եմ ամեն ինչ, չնայած դա այդպես չի։ Իրանի միակ ճանապարհը արևմուտքի հետ, իհարկե նաև իր շահերը հաշվի առնելով, հարաբերությունների կարգավորումն է։ Հակառակ պարագայում նա այսպես անկյուն մղված կմնա եւ այս կենտրոնները, որոնք Իրանի մրցակիցն են տարածաշրջանում, մենք գիտենք, որ դաշնակից չեն, Թուրքմենչայի պայմանագիրն ենք հիշում Գյուլիստանի, նրանք Իրանին մինչև վերջ կթույլատնեն եւ դա ձեռնտու է օրինակ Ռուսաստանին, նավթի գինը բարձրանում է, գազի գինը բարձրանում է, Իրանը դառնում է գործիք Պուտինի ձեռքում արևմուտքի հետ, այդ որ ասած ես միջնորդ կարող եմ լինել առևտրի հարցում, Չինաստանը այստեղ մեծ ներուժ ունի օգտագործել Իրանին որպես պրոքսի գործիք արևմուտքի դեմ, Իրանի ղեկավարությունը պիտի փոխի իր քաղաքականությունը, կամ էլ պիտի փոխվի ինքնին ղեկավարությունը։ Դե ամեն ինչը մեզ սպասման մեջ է դնում։ Դա կախված է Տրամփի քաղաքականությունից մեծամասամբ, որտեղ Իսրայելը ինքը միայնակ չի կարող լուրջ այնտեղ քայլերի գնալ, այս հարվածները իհարկե թույլատրել են։ Տրամփի քաղաքականությունը 24 ժամյա չի, ելուր մնաց մի քանի օր։ Այո, բայց գիտեք ես ինչ եմ նկատել, օրինակ Իրանի հետ կապված։ Նա թողեց, որ Իսրայելը վախեցնի Իրանին, բայց մինչև վերջ ես այդպես էլ մտածում էի, չպաշտպանեց այն առումով, որ չգնաց լիովին Իրանի ոչնչացմանը, որ նեղ սրտից ասեց Այաթոլլան պիտի մի հատ շնորհակալություն հայտնել, բան չասեց, դա շատ պարզունակ բաներ է թվում է գրում, բայց հասկացնում եմ, որ ես եմ այսօր պահում այդ ձեռքերը, Պուտինը չի պահում, Էրդողանը առավել եւս չի պահում։ Եթե Իրանի հոգեվոր ղեկավարը դա չի հասկանում կամ այդպես է թվում, որ չի հասկանում, դա շատ վատ է։ Շնորհակալություն։ Այսքանը։ Լիլիթ Դալաքյան, քաղաքագետ։